Հայտնի է Գյումրու երախտավորի անունը։ Գյումրու տարվա մարտ տիտղոսը շնորհող հանձնաժողովն արդեն 17 տարի իր գործն է անում։ Շնորհվում են Գյումրու տարվա մարտ, Գյումրու երախտավոր եւ Գյումրու երիտասարդ տիտղոսները։ Հուլիսի 14-ին կայացել է տիտղոսի հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գյումրու երախտավոր կոչումը տրվում է մշակութային, հասարակական, քաղաքական, գիտական եւ այլ ոլորտներում ներդրում ունեցող Գյումրու քաղաքացիներին։ Այս անգամ տիտղոսակիրը գյումրեցի երգիչ Գագիկ Մկոյանն է։ Հնչել են շնորհավորանքներ, ելույթներով են հանդես եկել հանձնախմբի անդամներն ու տարվա երախտավորի ընկերները։ Ինքնիրոք կյանքով արժան է, իր ապրելակերպով, տեսակով արժան է։ Ես երկու փոքրիկ ավելացում եմ ուզում անել այդ սիրուն շատ սիրուն նկարագրին, որ ինքը միանգամայն արժան է։ Առաջինը դա Գագիկի պատվախնդրությունն է, պատվասիրությունը։ Թասիպ որ ասում է։ Միշտ ճշտի համար պայքարել է, երբեմն պետք եղել կռվել է, երբեմն պետք եղել դուրս է կանչե, մի խոսքով չի ներում վատ բան։ Այդ մարդուն մենք արժանացնում ենք մի տիտղոսի, որը որ, չգիտեմ, ինքը շատ արժան է։ Հավաստագիր Գյումրու երախտավոր տիտղոսը շնորհվում է Գագիկ Մկոյանին։ Գյումրի քաղաքի մշակութային կյանքում եւ երկարվեստի ասպարեզում ունեցած բազմամյա վաստակի ու նշանակալի ներդրման համար։ Խնդրեմ Գագիկ ջան, շնորհավորություն։ Առաջին անգամից բախտ է վիճակում, որ հանձնեմ այս ոսկյա մեդալը, բայց ամենակարևորը, որ շատ դուրս եկան։ Ուղղակի բախտը սպերեց, որտեղ Գագիկ ջան քեզ է հանձնել։ Իմ ապրածես 53 տարիներից երևի թե 37-38 գիտակցական տարիքում կարող եմ ասել, որ հնարավորինս ինչ որ կարողացել եմ իմ քաղաքի համար արել եմ։ Թող որ այս պարգևները շատ լինեն, որովհետև նա արժանի է, նա մեծ լումա ունի մեր երկարվեստի մեջ, մենք իմ սերնդակիցները գիտեն, որ ինչպիսի դեր է ունեցել Գագիկ Մկոյանը մեր քաղաքի եւ մեր ժողովրդի համար։ Արժանի էր Մկոյան Գագիկը տարվա լավագույն մարդ լինելու կապակցությամբ երախտիքի չէ, այդպես ասած, որովհետև ինքը շատ գործեր ուներ արած մեր քաղաքի երաժշտական մշակույթի բոլոր երաժիշտների բնակավարի համար։ Այո, արժանի մարդկանցից մեկը, որը գնահատվում է, նույնիսկ կարող եմ ասել ուշացած, անպայման ուշացած, որովհետև ես ասել եմ, միգուցե կկրկնվեմ, բայց ելի եմ ասելու, բոլոր նրանք, ովքեր Գյումրիում են, ովքեր մի փոքրիկ աշխատանք են կատարում, այսինքն չեն հեռացել հայրենիքից, նրանք բոլորը երախտավորներ են, նրանք բոլորը հերոսներ են։ Կարծիքով նա վաղուց էր արժանավոր այս տիտղոսին, նա նաև իմ կարծիքով արժանի է ավելի մեծ տիտղոսների, եւ որն ամենակարևորը իմ կարծիքով պիտի պետական կառույցները նույնպես ուշադրություն դարձնեն նմանատիպ մարդու, քանի որ նա մեծ ներդրում ունի մեր քաղաքի մշակութային կյանքին։ Մենք ենք զգում, թե Գագիկ Մկոյանը յուրաքանչյուր երաժշտի համար ինչ գործ է արել։ Մկոյանս արժանի է